համոձես, որ երբևէ հոգևորական եք եղել։ Ամոթանքը Թալինում ծառայող Տեր-Թադեին ու կարգալույց հռչակված Ստեփան Ասատրյանին է տալիս այսօր հարցաքննության կանչված Տեր Մուշեն։ Նա առաջին անգամ է մտնում քննչական կոմիտե։ Ամբողջ քննչական կոմիտեն ողողված է Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ գործեր քննելով։ Տեր Մուշեի փաստաբանն ասում է, որ Նաթան Սրբազանի հեռախոսազրույցի գաղտնալսման հիմքով հարուցվել է քրեական վարույթ խտրականության վերաբերյալ։ Արմին Էֆանյանի կարծիքով Ստեփան Ասատրյանն է ցուցմունք տվել, թե իբր իր հանդեպ խտրական վերաբերմունք է եղել հայ առաքելական եկեղեցու կողմից։ Ենթադրում ենք, որ կարգալույց հռչակված Ստեփան Ասատրյանի ցուցմունքի հիման վրա է վարույթը քննվում, այլ իրավական ճանապարհ այս գործը քննելու անկեղծ ասած ես չեմ տեսնում։ Քննիչների հարցերից չի խուսափել Տեր Մուշեն։ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու քահանային ցավ է պատճառում այն, որ թեմում եղբայրը եղբոր դեմ է դուրս եկել։ Դա թող մնա իրենց խղճին եւ դրա համար ես ներողություն պիտի խնդրեմ իր ծնողներից, իր մայրիկից, հայրիկից, որ այո իրենց որդին դավաճան էր, որ քանդեց այս խաղաղությունը։ Իրենք խոսում են, որ նորոգում են, ոչ թե քանդում։ Իրենք չեն նորոգում, նորոգումը այդպես չի լինում, նորոգումը միշտ լինում է եղբայրաբար, սիրով։ Տեր Մուշեն համոզված է, որ Տեր Թադեի Facebook-ի գրառումն էլ է քննչական կոմիտեն հիմք ընդունել։ Այդ գրառման մեջ Թալինի հոգևոր հովիվը նշել է, որ մեր եկեղեցու ներսում եղբայրասիրությունը վտանգված է, իսկ ազատ խոսքն անարգված։ Խտրականություն էլ չի եղել, որովհետև մենք իրենց սիրել ենք որպես մեզ եղբայրներ։ Ճնշվում է իրենց խոսքը, զազրելի բարքերը, ես մեջբերում եմ անում։ Երբեք չի ճնշվել, դա իրենք շատ լավ գիտեն։ Մենք իրենց շատ սիրել ենք ու շատ էլ վստահել ենք եւ մենք եւ եկեղեցին։ Ինչպես կարող է քահանան իր թեմի առաջնորդի դեմ ցուցմունք տալ, զարմանում է նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի քայլից Տեր Մուշեն։ Ժամանակին ցանկանում էր Սրբազանի կենացը խմել, Սրբազանի կենացին երգ ասել, բայց դրանք մնացին անցյալում։ Այդպես մենք չենք ափսոսում ինչ ճանապարհ ենք իր հետ անցել, թող ինքը մտածի։ Տեր Մուշեից բացի քննչական կոմիտեն այսօր հարցաքննության էր կանչել նաև Մուղնիի հոգևոր հովիվ Տեր Եղիշեին։ Արագածոտնի թեմի հոգևորականներից երկուսը Տեր Զորայրը եւ Տեր Վրթանեսը հարցաքննության են կանչվել մյուս երկուշաբթի ժամը 3-ին եւ 4-ին։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Աշոտ Մնոյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։